Իմ կամերան նա է? Հա, okay. Ողջույն, ես Արման Բաբաջանյանն եմ, Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ, այս ձևաչափով ես պատասխանելու եմ այն հարցերին, բազմաթիվ հարցերին, որ տարբեր սոցիալական հարթակներով ստանում եմ օգտատերերից, մեր հայրենակիցներից Հայաստանում և Սփյուռքում բնակվող։ Ինձ Facebook-յան օգտատեր Մելանիա Պողոսյանը, չգիտեմ որտեղից, հարցնում է, ինչն է այսօր հայ ժողովրդի ամենամեծ մարտահրավերը որպես ազգ և պետություն։ Հարգարժան հայրենակից, հարգարժան Մելանիա, ազգ դառնում են ոչ միայն անցյալով, ոչ միայն հիշողությամբ ապրելով, այլ այդ հիշողությունը ապագայի միասնական տեսլականի մեջ իմաստավորելով։ Մենք հաճախ վերադառնում ենք պատմությանը, անդրադառնում ենք մեր անցյալին, բայց որպես հավաքականություն դեռ չենք յուրացրել, չենք սովորել ապրել արժանապատիվ ներկայի մեջ և կառուցել ու որոշել կառուցել հիմա հզոր պետություն։ Մենք շարունակում ենք ապրել անցյալում ունեցած մեր նվաճումներով, մոռանալով այսօր մեր երկիրը պլանավորելու, ստեղծելու, արարելու առաջնահերթ խնդիրները կենսագործելու մասին։ Մեր խնդիրը տարածքը չէ, նաև քանակը չէ, որովհետև աշխարհում կան մեզնից շատ ավելի փոքր տարածքով և քանակով քիչ ժողովուրդներ և երկրներ, որոնք ունեն հզոր մրցակիցներ և հակառակորդներ, բայց կարողանում են նրանց նկատմամբ ունենալ և առավելություն, և գերազանցություն։ Այդ առավելության աղբյուրը հենց հավաքական ինքնագիտակցությունն է, հավատը, որ անկախությունը սովորական թուղթ չէ, սովորական փաստաթուղթ չէ, հռչակում չէ, հռչակագիր չէ, այն ամեն օր վաստակվող պատասխանատվություն է, ամեն օր գործադրվող ջանք է, եռանդ է և անդուլ աշխատանք։ Երբ դա խորապես գիտակցենք ու ապրենք դրանով, ոչ ոք չի կարող մեզ բաժանել, ոչ ոք չի կարող մեզ տրոհել, նվաստացնել կամ ինչ-որ բան պարտադրել։ Ինձ հարցնում է Մուշեղ Առաքելյանը, Facebook-յան օգտատեր, ինչու են մարդիկ շարունակում լքել Հայաստանը, պատերազմ չկա, կարծես կա հարաբերական խաղաղություն, բայց գնալու ցանկությունը չի պակասում, մարդիկ շարունակում են լքել Հայաստանը։ Հարգարժան օգտատեր, որովհետև մարդիկ չեն փախչում պատերազմից, մարդիկ փախչում են անարդարությունից, անորոշությունից, երբ արժանիքը չի գնահատվում, երբ օրենքը գործում է միայն ուժեղի համար, երբ աշխատող մարդը չի կարող իր ընտանիքին ապահով ապագա տալ, ապահով ապագա ապահովել, նա սկսում է փնտրել այն ուրիշ տեղ, օտարության մեջ, այլ վայրում։ Մեր նպատակն է սակայն, որ ստեղծենք պետություն, որտեղ մարդը կարող է ապրել արժանապատվորեն իր աշխատանքի, ոչ թե իր ծանոթների շնորհիվ։ Այդ օրը, երբ մարդը հավատա, որ այստեղ կարող է կառուցել իր կյանքը, կարող է ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը, երաշխավորել իր զավակների բարձրակարգ կրթությունը, բարոր ապագան, մեր համոզմամբ կդադարի արտագաղթը
ինքնաբերաբար։ Ինձ հարցնում է Facebook-յան օգտատեր Անահիտ Արաքելյանը. Ինչն է մեզ այսօր պահում թույլ եւ խոցելի վիճակում։ Հարգելի Անահիտ, մեզ թույլ է պահում եւ խոցելի մեր ոչ թե թշնամու ուժը, ոչ թե թշնամու ունեցած առավելությունը, այլ մեր սեփական ուժի, մեր սեփական կարողությունների նկատմամբ անվստահությունը։ Մենք շատ հաճախ մեր խնդիրների համար մեղադրում ենք արտաքին ուժերին, Ամերիկային, Ֆրանսիային, Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին։ Դա ամենահեշտն է, բայց իմ խորին համոզմամբ իրական պատճառը մեր անհաջողությունների, մեր ներսում է։ Անարդարություն, անպատասխանատվություն, անարդյունավետ ղեկավարում, սրանք են հիմնական իրողություններն են, որոնք ստեղծում են այդ անորոշությունը։ Թույլ է մեզ դարձնում այն, որ սովորել ենք համակերպվել այս իրականության հետ։ Երբ ժողովուրդը հրաժարվում է համակերպվելուց եւ սկսում է պահանջել, կազմակերպվել ու կերտել, պետությունը դառնում է ուժեղ ու անսասան։ Իմ համոզմամբ ուժը ոչ թե զենքի քանակի մեջ է, այլ հասարակական միասնական կամքի։ Եվ հենց այդ կամքն է, այդ համառությունն է, այդ հետևողականությունն է, որը մեզ ուժ է տալու։ Հայաստանը դարձնելու է ավելի ուժեղ, ավելի անկոտրում եւ ինքնավստահ պետություն։ Ինձ TikTok-ից Նայրա Ղուկասյանն է գրում. Ինչն է այսօր ամենամեծ խզումը պետության եւ քաղաքացու միջև։ Հարգելի Նայրա, այն որ պետությունը չի հավատում իր քաղաքացուն, իսկ քաղաքացին չի վստահում իր պետությանը, ամենահիմնական մարտահրավերն է եւ իմ տպավորությամբ ամենամեծ խզումը պետության, որևէ պետության եւ քաղաքացու միջև։ Պետությունն այսօր դեռ անցյալից տեսնում է քաղաքացին որպես խնդրի աղբյուր, ոչ թե լուծման ուժ։ Իսկ քաղաքացին պետությանը վերաբերում է որպես իր խնդիրների խոչընդոտ, իր խնդիրները լուծելու համար խոչընդոտ, ոչ թե միջոց եւ ոչ թե այդ խնդիրները լուծելու հենարան։ Մենք պետք է կտրուկ փոխենք այդ հարաբերությունը։ Պետությունը պիտի դառնա այն գործիքը, որը բացում է պատուհաններ, դռներ եւ հնարավորություններ, ոչ թե փակում է դրանք։ Իսկ քաղաքացու պարտականությունն է լինել ոչ թե դիտորդ, այլ սեփական երկրի կառուցման համահեղինակ։ Երբ այս երկու կողմերը, պետությունը եւ քաղաքացին, իրար հասկանան ու սկսեն աշխատել միասին, որպես համահեղինակներ, համատեղ այս մեր տան համահեղինակներ, ոչ մի արտաքին ճնշում չի կարող վտանգել Հայաստանը։ Հաջորդ հարցը Մելանիա Ասատրյանն է հարցնում. Ինչու Հայաստանում մարդիկ չեն հավատում օրենքին եւ արդարությանը։ Հարգարժան օգտատեր, որովհետեւ տարիներ շարունակ օրենքը ծառայել է ոչ թե հասարակությանը, այլ բացառապես իշխանության մեջ գտնվող այդ անհատներին, ուժերին, կուսակցություններին։ Մարդը տեսել է, որ նույն հանցանքի համար մեկը պատժվում է, մյուսը ոչ։ Տեսել է, որ դատարանը կարող է պաշտպանել ազդեցիկ մեկին ու պատժել սովորական քաղաքացուն։ Այդ պահից մարդը դադարել է հավատալ արդարությանը։
Արդարությունը պետք է դառնա ոչ թե սովորական հայտարարություն, մուրճով հանձնառություն, այլ ամենօրյա փորձառություն, հանապազօրյա կյանք, երբ մարդը վստահի, որ իր իրավունքները պաշտպանված են առանց զանգի, առանց կապերի, առանց փողի, հենց այդ օրը մեր երկիրը Հայաստանը կդառնա իրական պետություն։ Մի քանի օգտատերեր հարցնում են, ինչու է կոռուպցիան Հայաստանում թվում անպարտելի։ Ըստ էության վերջին 7 տարիներին 2018 թվականի իրադարձություններից հետո կոռուպցիան համարվում էր թիվ 1 թշնամին պետության, բայց այն արմատախիլ անել չի հաջողվում եւ շատ օբյեկտիվ հարցադրում է, կարծում եմ, որովհետեւ կոռուպցիան մեզ մոտ պարզապես հանցագործություն չէ։ Դա մտածողություն է, երբ պաշտոնը դիտվում է որպես հարստանալու միջոց, ոչ թե ծառայության հնարավորություն։ Երբ հասարակությունը սովորում է եւ սա դառնում է բնավորություն կարգավորել հարցերը ոչ թե օրենքով, այլ կապերով։ Այդ դեպքում միայն կոռուպցիան դառնում է արդեն համակարգ, ինստիտուտ, որին հաղթելու միակ ճանապարհը մեր մտածողությունը փոխելն է։ Օրենքը դնելով ամեն ինչից վեր, պաշտոնը դարձնելով պատասխանատվություն, ծառայություն եւ ոչ թե պարգև, եւ յուրաքանչյուր քաղաքացուն ներգրավելով վերահսկողության, առհասարակ թափանցիկության ապահովման գործընթացում։ Կոռուպցիան չի կարող հաղթել ժողովրդին, եթե ժողովուրդը որոշել է հաղթել նրան։ Այս ձևաչափով մենք կշարունակենք պատասխանել այն հարցերին, որոնք ստացվում են ինձ եւ մեր կուսակցությանը տարբեր հարթակներից։ Շնորհակալություն, կհանդիպենք։